Վերադարձանք Մինսկից Հայաստան և հիմա անցնենք մեր մարզերից մեկին։ Գավառում կանցկացվի արհեստների միջազգային փառատոնը։ Այն ամեն տարի անցկացվում է մարզերից որևէ մեկում։ Այս տարի ևս փառատոնը միավորում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին Հայաստանից և արտերկրից։ Այլ մանրամասներ կպատմեն մեր հյուրերը, որոնք արդեն տաղավարում են՝ Նաիրա Կիլիչյանը, Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետը, Գայանե Ասլանյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան ՊՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրենը և Ծովակ Գանթարյանը, նա ասեղնագործուհի է։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ շնորհակալություն։ Նախապատրաստական բուռն շրջանի մեջ պիտի լինեք, եկեք հասկանանք երբ է մեկնարկում փառատոնը, ինչու որոշվեց Գավառում այս տարի անցկացնել, ումից սկսենք, թե ձեզանից։ Այո, փառատոնը արդեն ավանդական է դարձել, քանի որ մեկնարկել է 2022 թվականին Գյումրիում, այնուհետև իրականացվել է Դիլիջան քաղաքում և Արենի համայնքում, այս տարի իրականացվում է արհեստների միջազգային 4-րդ փառատոնը Գավառում, պատահական չէ ընտրությունը, քանի որ Գավառը, ինչպես գիտենք, մշակութային այդպես կայուն ավանդույթներ ունի, հատկապես եթե ընդգծենք ուտեստի ոլորտը, ինչ հայտնի կերակրատեսակներ ունի Գավառը։ Փախլավան ու քյուֆտան սա մինիմալն է, որ մենք արդեն գիտենք։ Ակնկալում ենք, որ վաղը նմանատիպ ուտեստների պատրաստում, ցուցադրություն և վաճառք է լինելու և շեշտենք միայն ուտեստի հարցը իհարկե, Գավառը մշակութային է իր պատմաճարտարապետական հուշարձաններով, իր սովորույթներով, բարքերով և այս ամենը վերաբերում է հենց ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ինչի պահպանությանն էլ ուղղված է Հայաստանի մշակութային քաղաքականությունը և ամրագրված է Հայաստանի 2023-2027 թվականների ռազմավարությամբ։ Այսինքն այս փառատոների կազմակերպումը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, տարբեր համայնքներում ինքնանպատակ չէ։ Այս փառատոների կազմակերպումը ուղղված է մշակութային ժառանգության պահպանությանը, տարածմանը, կենսունակությանը, փոխանցմանը և նշեմ, որ խորագիր ունի այս տարվա փառատոնը, երիտասարդները ստեղծում են համը, խոհարարություն և արհեստներ, այսինքն խորագիրը հենց ընդգծում է, որ ավելի շատ փառատոնը ուղղված է լինելու երիտասարդական ներուժի կարևորմանը, որովհետև այդ պահը նշեմ, որ ոչ նյութական մշակութային ժառանգությունը ամփոփում է բանավոր փոխանցվող մեր մշակութային ժառանգությունը, հիշողությունը, բարքերը, սովորույթները, սոցիալական միջանձնային հարաբերությունները և մեր բոլորիս պատասխանատվությունն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, իսկ երիտասարդների առաքելությունն է դրա այն զարգացնելը և կենսունակություն ապահովելը։ Խոհարարություն և արհեստներ, որոնք են այդ արհեստները, որոնք ներգրաված են փառատոնի ցուցակում և ինչ տարիքային խմբերի մասնակիցներ ունեք արդեն։ Այո, Մենք ընդհանրապես մեր թանգարանում, երբ որ կազմակերպում ենք ժողովրդական արհեստներին վերաբերող միջոցառումներ, այդ թվում նաև այս մեծ փառատոնը, մեր շեշտադրությունը բոլոր արհեստներին է վերաբերում՝ գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն, ասեղնագործություն, ավանդական երգ ու պար, բոլոր այն ոլորտները, որոնք որ դուք գիտեք, համարվում են ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումներ, այդ թվում նաև, ինչպես նշեց Տիկին Կիլիչյանը, խոհարարությունը, դրա համար բոլոր արհեստները ներկայացված են լինելու և ներկայացված են լինելու Հայաստանի ողջ մարզերը ընդգրկող վարպետների շնորհիվ։ Մենք փորձել ենք բոլոր մարզերը ներառել, բոլոր արհեստները ներառել, նաև ուզում եմ նշել, որ մեր փառատոնը միջազգային է և յուրաքանչյուր տարի ոչ միայն Հայաստանից են մասնակցում, այլ նաև արտերկրից։ Այս տարի մասնակցում են եվրոպական խորհրդի երկրները, ինչպիսիք են Իսպանիան,
Հունաստանը, Բուլղարիան, Խորվաթիան, շատ են մոտ 10 երկիրներ, Էստոնիան ներկայացված են լինելու վարպետները, այո, իրենց աշխատանքները, այո, օրինակ կրկին ինչպես մեր ծովակն է, տիկին ծովակն է, ասեղնագործություն է ներկայացվելու, զարդարվեստ է ներկայացվելու, խեցեգործություն է ներկայացվելու, բոլոր ոլորտները ներկայացվելու են, սակայն նաև ուզում եմ ասեմ, որ ոչ միայն ներկայացված է լինելու, այլ նաև փառատոնի ծրագրում մենք ներառել ենք կրթական ծրագրեր, ժամանցային կրթական ծրագրեր, երբ որ այցելուները կգան երեխաների հետ եւ մեծահասակները նույնպես տարբերություն չկա, իրենք տեղում կարող են ծանոթանալ արհեստի ստեղծման ընթացքին։ Վարպետության դասեր են դրված, ծրագիրը մեր էջում, նախարարության էջում տեղադրված է, որպեսզի երկար չպատմեմ, բայց շատ խիտ հագեցած գրաֆիկ ունեք, շատ խիտ, դու մինչև կես ժամվա տարբերությամբ դու պիտի հասցնես մնացած ամբողջին ծանոթանալ, այո, նաև ինչպես կրկին Տիկին Կիլիչյանը նշեց, քանի որ գավառը շատ յուրահատուկ է իր ճարտարապետական առանձնահատկություններով եւ քաղաքը ունի շատ հին պատմություն, մենք ունենք բացահայտիր գավառը քվեստ, նաև ժամանակակից լուծումներ ենք տվել եւ փառատոնը իրականանալու է հրապարակում, սակայն մենք ընդգրկել ենք ողջ գավառը եւ քվեստ է տեղի ունենալու բացահայտիր գավառը եւ մեր այցելուներին շատ հետաքրքիր փորձառություն է սպասվում։ Գոնե թե մինիմում մի գավառցու հետ նրանք պիտի անպայման մոտիկություն անեն, որ պատասխանները կարողանան իմանալ։ Տիկին ծովակ, մենք կամաց հասնում ենք ձեզ, Գայանայի հետ եւս հասկանանք արհեստից արվեստ այս անցումը ինչպես է լինում։ Ինչերից լավ գաղափար եմ ձեզ տալիս, հաջորդ տարվա համար արհեստից արվեստ։ Միջազգային փառատոն։ Մենք մեր փառատոնի խորագիրը հենց այդպես է, արհեստ արվեստ փառատոն։ Եկեք հասկանանք այդ տաղավարների մեջ բոլորը ներկայացնում են արհեստ, արհեստագործություն, ինչ պիտի անեն, որ այդ արհեստը դառնա արվեստ։ Արհեստը դա հմտությունն է եւ որի առաքելությունը կրկին մեր թանգարանը ունի, դա որն է, որ ոչ ընդհանրական մշակութային ժառանգության շարունակականության ապահովումը մեծից, կրողից երիտասարդին փոխանցումը։ Եվ դա հմտությունն է, դա արհեստն է, երբ որ գորգ գործողը կամ խեցեգործը իր հմտությունները փոխանցում է երիտասարդ սերնդին եւ այդ արհեստը չի մահանում, բայց երբ որ այն ստեղծվում է եւ ստանում է գեղագիտական դրսեւորումներ, դա արդեն դառնում է արվեստի դրսեւորում։ Դե եկանք հասանք Տիկին ծովակին, ասեղնագործություն, սա երևի թե հնագույն դրսևորումներից մեկն է հայկական ասեղնագործությունը, կան որոշակի դպրոցներ, որոնք որ կրում են, թե ասեղնագործությունը մնում է ասեղնագործություն։ Չէ, դպրոցներ չէ եղած, բայց դպրոց եղած է 15 թվին Հալեբ քաղաքի մեջ, երբ որբանոց բացված է եւ այնտեղ սորվեցուցած են որբերուն բոլոր ասեղնագործությունը եւ ատկե վերջ կացած է դուրս ատի դարձած է ուրեմն ուղագի արհեստ վաճառված է այդ գործերը եւ իրենք գումար վաստակած են եւ կարողացած են ապրիլ իսկ երբ մենք եկանք 13 տարի եղավ մեր քալը 12 թվին Հալեբի պատերազմի պատճառով նույն ոնց որ մեր կյանքը կրկնվեցավ նույն պայմաններում մեջ օրինակ ես 30 տարի եք աշխատիմ ինչպես ասիկ ես որպես սիրողական աշխատեի իմ դան համար ինչպես սորված եմ իմ մամիկներեն բրբդած եմ ծերուկներեն ամեն բոլորը եւ դիրաբետած եմ ինքնուրույն բոլոր կարադեսակները մոտավորապես 22 կարադեսակ զուտ հայկական գործեր եւ այլ երկրյա գործեր այսինքն եվրոպական ուրեմն ինձ ատմեգը ես որպես հոբի սկսեցա բայց դարձավ շատ մեծ գործ ծավալը մեծավ ես չգիտա ինչպես հոսասա իմ հետ մեծավ ցերակորցնալ կորցսալ իմ հետս մեծավ այսինքն իսկ փառատոնի հետ կապված ես երրորդ տարին է պիտի մասնակցեմ վաղը քիրես անգամ ինձ հետաքրքիր է հաճելի է որ վարպետներուն իրարու հետ շփվելը մեզի մեծ արիթ է ասիկա շնորհակալ եմ շատ որ կգազմագերբեն ասմեգը մեզի համար այդ շփումը իրար հետ իրարու հետ համագործակցելը կարծիքներ դար հայտնել այդ երկու օրը մեզի համար շատ մեծ ուրախություն է եւ ինչու՞ չէ ունենանք երբ կունենանք դուրսեն հյուրեր ավելի մեծ գմեցնա ավելի մեծ արձագանք կդրվի դուրսը սփյուռքի մեջ որ այսպիսի ծրագիր մի եղած է օրինակ ես մեջն եմ հիմա բայց դուրսի ցայնալ ինձի շատ կհետաքրքրի երբ որ գլսեն այսպիսի ծրագիր մի եղած է եւ շատ մեծ կերտա արձագանքը այսօր այսին ես հարաճիգա անցյալ տարիներում որ արձագանքած էին ինձի անոր մասին կխոսին ուսամ վաղնալ շատ լավ կընտանա եւ
երդասարտներուն հետաքրքրություն ասեղնագործության հանդեպ ներկայիս շատ Ձեր շապիկի վրա ենք հիմա տեսնում։ Դուք եք ասեղնագործել։ Այո։ Ձեր շապիկի վրա նախշեր եք տեսնում, ինչ է դա նշանակում։ Ասի մարաշի գործ է, որ շատ հինուց այսինքն սկսած են շատ տարիներ առաջ աշխատած են 60 տարի առաջ մոդավոր քիչ մկեցած է ասկորձը թաթար արած է գախնիկները չեն գրծած անել վերջը երբ նորից սկսած է շատ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի մեջ Բայց նշանակություն ունի նախշերը։ Նախշերը այո մասի բարձ էս Սա նշանակն է, եթե կարելի է նշանակն է, որը պատկաբերության, առատության նշան է եւ հնում հիմնականում իշխանական կարինի տարազների գոգնոցների վրա կարող եք տեսնել գոգնոցի ծայրերին արել են հարսիկի համար, որպեսզի երբ որ ամուսնանա տուն գա, պատկաբերություն լինի, առատություն լինի, այո։ Սիրելիներ, եկեք հասկանանք երիտասարդների վրա է հիմնական շեշտը դրված այս տարի եւ քանի որ Տիկին Ծովակը այստեղ է, նա ասեղնագործության ներկայացուցիչն է, եկեք հասկանանք, ինչով է հետաքրքիր երիտասարդներին ասեղնագործությունը, ձեռագործությունը, այն դեպքում, երբ որ կա օրինակ մեքենագործություն, նրանք կարող են 1-2 հրահանգ տալ մեքենային, մեքենան ինքը իրեն ասեղնագործի եւ դուրս բերի եւ ստացվի էլի ճակերտավոր արվեստի գործ։ Հա, բայց մարդը իր էությամբ ստեղծարար է։ Մեքենան շատ բան կարող է ասել, բայց մարդու ստեղծագործականության հիման վրա է այդ մեքենան էլ ասեղնագործում։ Այդ դա կարող է երիտասարդներն ընկալել այսօր։ Երիտասարդների մի ստվար զանգված կա, կարող եմ վստահեցնել, որ տարված են, հետաքրքրված են եւ այստեղ ոչ միայն արհեստներն են լինելու, այլև նաեւ խոհարարությունն է լինելու եւ ունենք երիտասարդներ, այո, որ իրոք շատ հետաքրքրված են եւ ազգային երգով, պարով եւ արհեստներով, ասեղնագործությամբ, խեցեգործությամբ, գիտեք, իմ կարծիքով, որքան էլ որ տեխնոլոգիաները զարգանում են, այնուհամենայնիվ մարդու այդ ձգտումը ինքնաարարման, իր սեփական ձեռքով, իր հպումով անմիջական իր ձեռքով, իր ներշնչանքով ինչ որ բան ստեղծելու, արարելու, միևնույն է կենսունակ է մնում։ Հետո հենց մեր նպատակն էլ դա է, որ այսպիսի փառատոների, կրթական ծրագրերի կամ այլ միջոցառումների միջոցով երիտասարդներին փոխանցվի այդ գիտելիքը, հմտությունը, որը որ արդեն տեխնոլոգիայի հետ չի կապված, այլ անմիջապես մեր նախնիներից եկող գիտելիք ու հմտություն է։ Այ օրինակ, դիցուք, լավ օրինակներ կան, էլի Տիկին Իլիչյան, հենց հիմա։ Օրինակ հիմա Գութանով ոչ ոք չի վարում։ Հիմա վաղուց արդեն տրակտորներ իրենց գործը անում են, տրակտորներին էլ միացել են էլեկտրական տրակտորները, որ էլի էկոլոգիան չփչացնեն, սա մի կողմից։ Հիմա խնոցիով ոչ ոք չի անում, մերան անում են, չէ՞։ Այսինքն սրանք երևույթներ են մեր կյանքում, որոնք որ ինքնաբերաբար ժամանակի զարգացմանով դուրս եկեն։ Հիմա մենք այդ ժամանակ, այսինքն վաղ փառատոնի ժամանակ տեսնելու ենք օրինակ այն անալոգային, այն մարդուց եւ մարդու կողմից սարքած, ոչ թե մեքենայի կողմից սարքած այս երևույթները, որոնք որ գոնե մեզ մի քիչ կմոտեցնեն պատմությանը, ոչ թե պրակտիկային։ Այո, հիմա ասեմ, վաղը ովքեր որ կհասցնեն գավառ փառատոնին մասնակցել, մեր արդեն փորձառու վարպետների կողքին կտեսնեն նաև երիտասարդ վարպետների, ում արած աշխատանքը գրեթե չի տարբերվում, ոչ թե գրեթե, այլ չի տարբերվում մեր փորձառու վարպետների աշխատանքներից եւ դա նրա արդյունքն է, որ ուսուցիչները շատ լավ են փոխանցել երիտասարդներին եւ նաեւ կտեսնեք, որ շատ են երիտասարդ վարպետներն են շատ։ Իսկ եթե չեք հասցնի, ով չի հասցնի գալ փառատոնին, կարող է գալ մեր թանգարան եւ դիտել մեր նոր հայեցակարգով կառուցված ցուցադրությունը, որտեղ որ մենք ներկայացրել ենք փորձառու վարպետների եւ շատ օրինակ 100 եւ ավել անց նմուշների կողքին մեր երիտասարդների ստեղծած նմուշները եւ դուք կհասկանաք, թե որքան են երիտասարդները հետաքրքրված, ինչ մեծ տեմպով են շարունակում ստեղծագործել եւ նաեւ պատասխանելով այն հարցին, որ մեքենան անում է, բայց արդյոք հիմա ձեռագործը հետաքրքրում է մարդկանց եւ արդիական է, այո, միշտ էլ ձեռքի աշխատանքը ավելի թանկ է գնահատվել, ավելի պահանջված է եղել եւ ինչպես նաեւ խնոցու եւ այլն մենք հիմա եթե հետեւում ենք էկո աշխարհին, մենք տեսնում ենք օրինակ շատ հասարակ օրինակ խոհարարության հետ կապված նույն կարտոֆիլը, էկո կարտոֆիլը 5 անգամ ավելի թանկ արժե, մեղրը ավելի 5 անգամ ավելի թանկ արժե եւ պահանջված է, քան ձեր ասած
ավելի արագ մեքենայացված աճեցրած, այո, աճեցրած սնունդը դրա համար կարել պետք է լավատես լինել։ Միանշանակ։ Հասկանանք, քանի խումբ է մասնակցելու, քանի մասնակից կա ընդհանուր փառատոնին եւ քանի օր է տևելու, միայն վաղը եւ վերջ։ Լինելու է հունիսի 21-ին եւ 22-ին, լինելու են մասնակցելու են տարբեր երաժշտական խմբեր, մասնավորապես էթնոքալար երաժշտական խումբը եւ գամա բենդը։ Իդեպ նշեմ, որ նաեւ անդրադառնալով ձեր նախորդ հարցին, որ շատ կարեւոր հարց է իրապես, գամա բենդը հենց հիմնվել է նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող կազմվել է ծրագրի արդյունքում, քանի որ երիտասարդները գնացել են Սևանի տարբեր համայնքներ։ Մենք ճանաչում ենք յուրը գնացել նրանց Սևան երիտասարդական ակումբն է, գրանցել են եւ այդ ավանդական երգերի հիմքով էլ ստեղծվել է գամա բենդը, որը այսօր փաստորեն իր նորարարական մոտեցմամբ նորովի մատուցում է հին երգերը։ Այո, բանահավաքությամբ են զբաղվել եւ նոր շունչ են տվել։ Նաև Մասուն ավանդական երգի բարի խումբն է ելույթ ունենալու, դա համակցված է մեր արհեստներից մեկի թաղիքագործության ստեղծման հետ, թաղիք ծեծելու մասին համերգ է լինելու Քեչեն վրեն եւ մեր այցելուները հնարավորություն են ունենալու տեղում մեր վարպետների հետ պատրաստել թաղիքի գորգը, որը որ մենք գիտենք ավելի հատուկ է հին Բայազետի շրջանին։ Տիկին Ծովակ, վստահ ենք, որ դուք էլ տեղում որևէ ասեղնագործություն անելու եք, ցույց եք տալու գոնե թե ինչպես հեշտ թելել ասեղը։ Պիտի սկսել այդտեղից ասեղնագործությունը սկսում է այդտեղից ինչպես թատրոնը սկսում է կախիչից։ Շնորհակալություն զրույցի համար։ Վաղը բոլորը դեպի Գավառ, քանիցից է մեկնարկում փառատոնը։ 12-ից։ Ժամը 12-ից մի ամբողջ օր կարող է լինել այնտեղ։ Հանգստյան օրերը Գավառում անցկացնելու հիանալի տարբերակ է Միանշանակ ուտելու խմելու տարբերակներ էլ կան, սոված չեք մնա։ Եվ մեկ վերջին մենք նաև տրամադրում ենք փառատոնը տրամադրում է ավտոբուս Երևանից Գավառ տեղափոխության համար։ Իհարկե վաղվա ավտոբուսը արդեն լեցուն է, հերթագրումները շատ են, բայց ամսի 22-ին ով ցանկություն ունի կարող է մտնել մեր Facebook-յան սոցիալական էջեր եւ կտեսնի թանգարանի նախարարության եւ կտեսնեն այնտեղ հեռախոսահամար, կարող են զանգահարել, գրանցվել եւ ամսի 22-ին միանալ։ Անվճար երթևեկություն։ Գարանի Ասլանյանն էր ձեզ հուշում ինչպես հասնել Գավառ, Հովհաննես Շալամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան պուակի զարգացման գծով փոխտնօրենը, այստեղ էր Նաիրա Կիլիչյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, մշակութային ժառանգության վարչության, մշակութային ժառանգության պահպանության եւ զարգացման բաժնի գլխավոր մասնագետը եւ Ծովակ Գանթերյանը ասեղնագործուհին։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։